Բարև այժմի նորությունները ներկայացնում հորիզոն լրատվականը 21 նոյեմբերի ուրբաթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այսօրվա հանդիպումը մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ լայնված կազմով հանդիպման ասել է Ղազախստանի նախագահը, նշելով, որ Հայաստանը Ղազախստանի համար առանցքային գործընկեր է առևտրային և տնտեսական կապերի համար։ Այնուհետ Նիկոլ Փաշինյանը և Տոկաևը ստորագրել են համատեղ հայտարարություն, երկու երկրների միջև փոխանակվել են այլ փաստաթղթեր ևս։ Ղազախստանի նախագահ Տոկաևը վարչապետ Փաշինյանին շնորհել է Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևը։ Աստանայի փողոցներից մեկն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Դեռևս նախորդ տարի ապրիլին Ղազախստանի նախագահի Երևան այցի ժամանակ քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայի Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը։ Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմաթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով։ Վրաստանից վերադառնալիս Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանը կանգ է կատարել Կիրանցում։ Նա ծանոթացել է Կիրանցի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, զրուցել համայնքի բնակիչների հետ։ Կիրանցի այս հատվածը թերևս ամենից շատ ուշադրություն գրավող վայրն է։ Կիրանց բառը վերջին ավելի քան 1 տարվա ընթացքում հասարակական քննարկումներում ամենից շատ օգտագործված տեղանուններից մեկը։ Օրն արդեն իրիկնանում էր, երբ Վրաստան կատարած պաշտոնական այցից հետո վերադարձող Հայաստանի նախագահը գյուղ հասավ։ Գյուղացիների հետ խոսք ու զրույցի բռնվելով Կիրանցի սահմանազատված հատվածում։ Երբ 2024-ի գարնանը դրվեցին սահմանային առաջին սյուններն ու սկսվեց սահմանազատման գործընթացը, քիչ չէին մտավախություններն ու անհանգստությունը, նաև դրա շուրջ առաջացած աղմուկը։ Բայց այս հատվածում աշխատանքները շարունակվեցին։ Ավարտվեց 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատումը։ Ինքս էլ վաղուց այս ճանապարհով չէի անցել, թեկուզ մինչ պաշտոն ստանձնելի ես շատ հաճախ եմ եղել այս ճանապարհով անցել, համարյա կարող եմ ասել սանտիմետր ճանապարհին տիրապետում եմ, այդ նաև վտանգավոր այդ ճանապարհներով եմ անցել ես եւ իհարկե ոչ մի անգամ խնդիր չի եղել, փառք Աստծո, բայց որը դեպքերում հիմա սիմվոլիկա է դարել, որ սա մեկ խորհրդանշում է հենց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարաբերությունների հաստատման։ Դարպասը գրավելու երեխաների ջանքերը չեն ընդհատվում, երբ նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը խաղադաշտին է մոտենում։ Նույնիսկ երբ էկոնոմիկայի նախարարը ինքն է միանում ֆուտբոլով տարված երեխաների խաղին։ Հարձակվող ես, պաշտպան ես։ Իսկ ֆուտբոլի դաշտն ու դպրոցը պատից հեռու են ընդամենը մի քանի մետր։ Տեսեք, խաղում են ֆուտբոլ, հիշում եք ոնց էին չարաշոհ։ Այստեղից դպրոցից կերևա ադրբեջանական դրոշը, մենք շատ ենք քննարկել այդ հարցը, ես էլ այդ քննարկումների մասնակցել եմ, դպրոցը կա, ֆուտբոլի դաշտը կա, անվտանգ միջավայր է, կարծում եմ բոլորիս համար, եւ սա երևի Հայաստանի Հանրապետության հայ-ադրբեջանական սահմանի ամենաանվտանգ մասն է, որտեղ երկու կողմից սահմանապահ զորքերն են կանգնել եւ իրենք են անվտանգությունը ապահովում։ Պատի, դպրոցի ու խաղադաշտից ընդամենը մի քանի քայլի վրա է Կիրանցի եկեղեցին, դեռ կիսակառույց։ Նախորդ անգամ, երբ նախագահն այստեղ էր, աշխատանքները նոր էին սկսվել։ 10 տարվա վերջ կավարտեն, ես եղել եմ այստեղ, չեմ հիշում, անցյալ տարի ոնց որ նոր էր սկսվում, բայց հիմա արդեն զգացվում է, որ իսկապես ավարտին է մոտենում, հա տեսա նաև Ոսկեպարի եկեղեցին, ես երեք հետևում եմ մամուլի հրապարակումներին, որ խաչը չկա, չգիտեմ եւ այլն, բայց տեսա որ գործ են անում, կարծում եմ դուք եք տեսակ, որ այնտեղ իսկապես տանիքի երևի կարիք կա ջերմամեկուսացման կամ ջրամեկուսացման ավելի ճիշտ, եւ այնտեղ վարպետներն աշխատում են եւ վստահ լինենք, վաղը մյուս օր խաչը իր տեղում կլինի եւ ոչ ոք չի կարող ասել, որ դա որևէ մեկի պահանջով է արվել, ըստ անհրաժեշտության։ Արդյոք իրատեսական է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ամրապնդումը։ Գալու է այն օրը, երբ որ մենք իսկապես պարզապես անվտանգ ամբողջ 1000 կիլոմետրանոց սահման ենք ունենալու եւ որի արդյունքում հնարավորություն է լինելու շփումներ հաստատել, ուղղակի շփումներ, որտեղ այստեղից ադրբեջանական բնակավայրը ընդամենը ձեռքով էսպես, որ մենք ասում ենք, հասանելի է։ Նախագահը կարևոր է համարում այս շրջանում տնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը։ Ճողազի ջրամբարի մոտով ենք անցնում, ինչու այդ ռեսուրսը չօգտագործել
առավելևս որ դրա կարիք ունեն համապատասխան գյուղատնտեսական տնտեսությունները։ Ինչ դեպքում է հնարավոր, որ երկու երկրների միջև խաղաղության գործընթացը անշրջելի լինի։ Հարցին պատասխանելիս Վահագն Խաչատուրյանը այսպիսի ձևակերպում է անում։ Մենք այլևս ճանաչել ենք իրար տարածքային ամբողջականությունը, դա փաստ է, փաստաթղթերում կա ինքնությունը, ինքնիշխանությունը, ամեն ինչ մենք ըստ էության ընդունել ենք երկկողմանի։ Հիմա այդ գործընթացը վերջնական ավարտը կլինի այն ժամանակ, երբ որ մենք որպես երկու երկրների քաղաքացիներ, ժողովուրդներ կարողանանք մեր մեջ հաղթահարել են բարդությունները, այն բարդությունները, որ կա, եւ սկսենք առնվազն համատեղ ապրել եւ հանդուրժողաբար վերաբերել միմյանց հետ, որևէ մեկը չի կարող ասել, թե դա երբ կլինի, ես իհարկե կուզեմ, որ դա շատ արագ լինի։ Այդտեղ պետք է ուղղակի երկու երկրի իշխանություններն նպաստավոր պայմաններ ստեղծել, եսի նկատում թեկուզ այստեղ կարողանալ այդ այնց համատեղ ծրագրեր անել կամ հնարավորինս շատ շփումների առիթներ ստեղծել եւ չվախենալ նրանից, որ մի երկրում կարող է որոշ դժգոհողներ լինեն։ Ես ընդհանրապես ընդունում եմ, որ դա իրականություն դառնալու մեծ հնարավորություն կա։ Երկու երկրների քաղաքասարակությունն արդեն իսկ շփումներ ունի։ Հայաստանյան այդ համայնքի 5 ներկայացուցիչներ նույնիսկ պատասխան այցով այս օրերին Բաքվում են եւ հանդիպումներ են ունենում։ Նախագահն առաջարկում է ընդլայնել այդ շփումները ներգրավելով այլ ոլորտների ներկայացուցիչների։ Կրիստինե Ալագուլյան, Դավիթ Խլաչյան, Հորիզոն, Գիրանց։ Իրանը տեղափոխում է երկրի մայրաքաղաքը։ Նախագահն է անդրադարձել այդ թեմային եւ ասել, որ այսօրվա իրականությունն այն է, որ իրենք այլևս ընտրություն չունեն։ Թեհրանի տեղափոխումն անհրաժեշտություն է Իրանում երաշտի հետևանքով ջրի ճգնաժամ է։ Ըստ պետության ղեկավարի ջրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրները զուգորդված քաղաքային բնակչության աճի հետ կարող են հումանիտար աղետ ստեղծել։ Ավելի վաղ Թեհրանում որոշել էին հրաժարվել մայրաքաղաքը տեղափոխելու մտքից, փորձելով ջրամատակարարման այլ լուծում գտնել, սակայն այժմ խնդիրը նորից հրատապ է դարձել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը բանաձև է ընդունել, պահանջելով Իրանից բացել անցած հունիսին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակման ենթարկված միջազգային օբյեկտները միջազգային փորձագետների համար, ինչն ամրագրված է նաեւ ՄԱԿ-ի բանաձևերով։ 12-օրյա պատերազմից հետո ըստ ՄԱԿ-ի վերահսկող մարմնի փորձագետները չեն կարողացել մտնել Նաթանզի եւ Ֆորդոյին կայանները։ Թեհրանն իր հերթին զգուշացրել էր զերծ մնալ բանաձևի ընդունումից։ Փոխարգործնախարար Քազիմ Ղարիբաբադին անցած կիրակի հայտարարել է, որ դա կստիպի Իրանին հիմնովին վերանայել գործակալության հետ հարաբերությունները։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագիծը Սպիտակ տունը համարում է լավ եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Այն կազմված է 28 կետից։ Վաշինգտոնը կարծում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար էլ։ Բանակցությունները շարունակվում են։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը եւ այն կքննարկի Թրամփի հետ, հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը ոչ մի երկիր չի մասնակցել Թրամփի Ուկրաինայի հարցի կարգավորման առաջարկների մշակմանը։ Ըստ միջազգային լրատվամիջոցների Ուկրաինան, ինչպես սպասվում է, զիջումներ կանի Ռուսաստանին համաձայն Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած նոր խաղաղության ծրագրի։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին համաձայնել էր քննարկել Սպիտակ տան ծրագիրը, որում ի թիվս այլ բաների Ուկրաինայից պահանջում էր հրաժարվել տարածքների մի մասից Միացյալ Նահանգներից անվտանգության երաշխիքների դիմաց։ Ղրիմի թերակղզին, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանները պետք է ճանաչվեն դե ֆակտո ռուսական, իսկ Խեսոնի եւ Զապորոժեի շրջանները պետք է բաժանվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ներկայիս ռազմաճակատի գծով, հետևում է պլանից։ Երկու երկիրն էլ պարտավորվում են հետագայում ուժով չփոխել սահմանները, ՆԱՏՕ-ի զորքեր չպետք է տեղակայվեն Ուկրաինայում։ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Սպարտակ Ղուկասյանը գտնվում էր տնային կալանքում մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր մեղադրանք է ներկայացվել 3 օր առաջ դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար, նույն արարքի դատարանում թույլտված արտահայտությունների համար քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում խուլիգանության հատկանիշներով հարուցվել է նաև Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, հայտնում է քննչական կոմիտեն։
Հոր եւ որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն հատկանիշներով։ Իրավախախտում կատարած անձանցից շատերի հասարակություն վերադառնալը հաճախ դժվար, երբեմն էլ անհաղթահարելի է հոգեբանական ու սոցիալական խոչընդոտների պատճառով։ Մեղմ իրավախախտումներ կատարած եւ պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց վերաինտեգրման համար նպատակային աջակցություն է անհրաժեշտ տարբեր մասնագիտական խմբերի օգնությամբ։ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի հետ համատեղ իրականացվել է վերաինտեգրման հզորացման սոցիալական ներառման ծրագիր, Ալյանս հոգեբանասոցիալական եւ իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Մասնագետները ամփոփել են արդյունքները։ Զարգացած եւ զարգացող շատ երկրներում քրեական վերականգնողական արդարադատությունը դիտվում է որպես հանցագործությանը հակազդելու ավելի ճկուն ու արդյունավետ մոտեցում։ Պատժողական շրջանից դեպի վերականգնողական արդարադատություն պրոբացիայի համակարգի հիմքն է։ Պրոբացիան ազատազրկմանը փոխարինող պատժատեսակ է, որն իրավախախտին թույլ է տալիս կրել դատարանի սահմանած պատիժը, միաժամանակ պահպանելով կապը ընտանիքի եւ շրջապատի հետ։ Պրոբացիայի ծառայությունը իր գործունեության շրջանակներում իրականացնում է պատիժների դատարանի կողմից նշանակված պատիժների կատարումը, իսկ սկսած 2023 թվականի հունվարի 1-ից արդեն այլընտրանքային խափանման միջոցների, տնային կալանք եւ վարչական հսկողություն խափանման միջոցների կատարումն է իրականացնում, ապահովում։ Բացի դա, պրոբացիայի ծառայության գործունեության գործառույթների շրջանակներում նաեւ մտնում է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրերի իրականացումը, հասարակությանը վերաինտեգրումը։ Պրոբացիան յուրատեսակ փորձաշրջան է թեթև իրավախախտումներ կատարած անձանց համար, միաժամանակ այն կրկնահանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է։ Սակայն պրոբացիայի շահառուների համար հաճախ դժվար է հաղթահարել օրինազանցի պիտակը եւ վերաինտեգրվել հասարակություն։ Այն պահանջում է անձնական, սոցիալական, իրավական ու գործնական հմտությունների զարգացում, որոնք կարևոր են ինքնուրույն ու պատասխանատու կյանք վարելու, աշխատանք գտնելու եւ այլ դժվարություններ հաղթահարելու համար, իսկ դա ոչ բոլոր դեպքերում է ստացվում։ Աշխատանքային փորձը ցույց է տվել, որ իրավական եզրույթով անցած անձինք դժվարություն ունեն իրենց ընդունելու եւ իրենց արարքները ընդունելու, չնայած այն կարևոր փաստի, որ իրենք այդ մասին չեն բարձրաձայնում եւ իրականում կա մեղադրանք բոլորի ու ամենքի հանդեպ, ոչ սեփական անձի հանդեպ։ Երբ որ անցնում են ինքնաճանաչման ճանապարհը, սկսում են հասկանալ ինչ արմատական հիմքեր կային, որ իրենք անցել են իրավական եզրույթներով, այդ դեպքում արդեն ավելի դյուրին է կարգավորել սեփական վարկը։ Ինքնուրույն դառնալու հասարակության հետ հաշտեցման ճանապարհը հեշտացնելու համար նրանց հետ շարունակական աշխատանք է անհրաժեշտ տարբեր մասնագետների ներգրավմամբ։ Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում կազմակերպվել է 16 թեմատիկ դասընթաց։ Մասնակցել են 40-ից ավելի շահառուներ եւ նրանց ընտանիքի անդամները։ Մեկուսացումից դուրս գալու, վստահություն ձեռք բերելու եւ վերասոցիալականացման ճանապարհին առաջ շարժվելու համար։ Անկախ նրանից, որ իրենք, այսպես ասած, նույն իրավական կարգավիճակը ունեն, ամեն անձ տարբեր է ձևով է դրա հետևանքները կրում։ Ինչ որ մեկը թեթև է տանում, ինչ որ մեկը ավելի ծանր է տանում, եւ խմբի ներսում իրար հետ խոսելով լսել են միմյանց եւ երբեմն հենց այդ փոխօգնության մթնոլորտը օգնել է, որպիսի հոգեբանական թեթևացած վիճակով արդեն դուրս գան դասընթացի սենյակից։ Խիստ ուշադրություն դարձնելով վերջիններիս անձնական բարոյահոգեբանական, սոցիալական հատկանիշներին, խիստ ուշադրություն դարձնելով նաև վերջիններիս կողմից կատարված հանցագործությունները ծնող դրդապատճառներին, վերհանելով դրանք, նրանց բաժանելով ըստ խմբերի, նաև տարիքային, կին, տղամարդ, անչափահաս եւ այլն։ Աշխատանքը իրականացվել է հիմնականում մեկ անգամ դատապարտված անձանց հետ, թույլ չտալով կրկին հանցագործությունների։ Պրոբացիայի շահառուների քանակը 4 անգամ գերազանցում է կալանավորված եւ դատապարտված անձանց թվին։ Շահառուների թվում առավելապես երիտասարդներ են, այդ թվում անչափահասներ։ Հոգեբանը նշում է, որ իրավախախտ վարքի ձևավորումը դեպքերի մեծ մասում սկիզբ է առնում ընտանիքից, անառողջ կոնֆլիկտային մթնոլորտից։ Դրա համար ծրագրում ներգրավել են նաեւ ընտանիքի անդամները, որպիսի ստանան սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Սկսած ֆիզիկական եւ հոգեբանական բնականոն զարգացման ապահովումից մինչեւ շրջապատի բացասական ազդեցությունից պաշտպանվելու հմտություններ։ Օրինակները տարբեր են։ Օրինակի համար անձը վարորդ է եւ մեքենա վարելով հոգացել է իր ընտանիքի կարիքները, սոցիալական կարիքները, բայց անձի նկատմամբ կիրառվել է պատիժ, վարորդական իրավունքից զրկում։
եւ իր հոգեբանական վիճակով տվյալ անձը հավասարազոր է 4 պատի մեջ խցում հայտնված անձի հոգեբանական վիճակին, որովհետեւ փաստացի ինքը չունի իր նախկին տեղաշարժի միջոցը, չունի իր նախկին աշխատանքի միջոցը, հարթ չէ իր կողմից կատարված արարքի հետ, դրա հետևանքների հետ եւ բնականաբար այս անձանց միջավայր է պետք, որպեսզի խոսեն եւ իրենց կողքից որևէ մեկը հուշի, որ դա աշխարհի վերջը չէ, կյանքի վերջը չէ։ Կարող է լինել սոցիալական անապահովությունը, կարող է լինել ներանձնային խնդիրները, ինչու ոչ ունենք փաստեր, որ ընտանիքներ, ովքեր ապահոված են ֆինանսապես, հաճ ունեն ճգնաժամներ ընտանեկան, բայց ունեն իրավախախտ դրսևորումներ։ Ասպեկտները շատ տարբեր են, կարող է նորից կրկնվեն, բայց կարող եմ ասել, որ հիմքում ընկած է ընտրությունը, որովհետև մենք ընտրություն ընտրում ենք մեր ապագան, մենք ընտրում ենք մեր վարկը, մեր դրսևորումը։ Ծրագրի դրական արդյունքներից մեկն էլ մի շարք շահառուների դասընթացներից հետո աշխատանքի տեղավորումն է, բայց մասնագետներն ահազանգում են, որ իրավախախտների աշխատաշուկա ներգրավելը ամենաբարդ մարտահրավերներից մեկն է մնում։ Առաջարկում են գործընթացին ներգրավել նաև պետական մարմիններին որպես հնարավոր գործատուների։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Սուրշնչառական վիրուսների շրջանառման ակտիվ փուլն է սկսվել, վերջին 10 օրերին հիվանդանոցներում հոսպիտալացումներն ավելացել են պայմանավորված վիրուսի հետևանքով բարդացած դեպքերով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաստատումներով Հայաստանում գրիպ A-ի H3N2 ենթատեսակն է տարածված, որն իր ախտանշաններով քիչ է տարբերվում մյուս շտամներից, բայց վտանգավորն այն է, որ ուշ է նահանջում։ Գրիպ H3N2 ենթատեսակը, որը հոնկոնգյան գրիպ անունով է հայտնի, խիստ վարակիչ է եւ այս շտամի վտանգը արագ տարածումն է, ի տարբերություն գրիպի մյուս տեսակների։ Արագ նահանջող շտամ չէ, երկարատև չոր հազը, բարձր ջերմությունն ու մարմնի թուլությունը H3N2-ին բնորոշ ախտանշաններն են։ Հերիք է, որ ընտանիքում կամ փակ միջավայրում մեկը սուր շնչառական վիրուսով վարակված լինի, մյուսների հիվանդանալը 1-2 օրվա պատմություն է։ Ես իմ բալիկներս տանը հիմա հիվանդ, դրա պատճառով էլ դիմել ենք, որպեսզի դեղորայքային ճիշտ բուժումներ անենք, չդիմենք տնական բուժումների։ Ահավոր թուլություն ու մկանների ցավ, մտածում եմ, որ գրիպի հետ է կապված, բայց դա ինչ տեսակ առաջ անդամ հանդիպել, ճիշտ ասած ամեն անգամ բարձր ջերմություն են ունենում կամ, բայց զենց որ մենակ մկանին ցավի ու թուլություն առաջ անգամ հանդիպել։ Գրիպը շատ արագ զարգանում է մեծ թվով աշխատանքային կոլեկտիվներում, դպրոցներում, մանկապարտեզներում։ Աշխատանքից դպրոց մանկապարտեզից բացակայողները շատ են, բայց պոլիկլինիկաներում դիմելիության քանակը վիճակի ճիշտ պատկերը չէ։ Չեն դիմում տնային պայմաններում են բուժվում, երբեմն այո դիմում են դեղատները, դեղատներից վերցնում են իրենց կարդացած կամ իրենց իմացած կամ այն դեղորայքը, որ օգտագործել է իրանց դրացին հարևանը եւ երբեմն դեպքերը լինում են շատ ավելի վատ։ Չեն դիմում առաջնային բուժօգնության օղակին, բայց արդեն բարդացած դեպքերով հոսպիտալացվում են հիվանդանոցներում։ Գրիպի այս շտամը նախորդ տարվա այս սեզոնին տարածված վիրուսի համեմատ հիվանդների շրջանում ախտահարման տարբեր ձևերով է դրսևորվում։ Այս տարի ավելի շատ մենք ունենք ադենովիրուսների տարածվածություն, այսինքն մեզ դիմելիությունը գալիս է աչքերի լոզաթաղանթի հիպերեմիա, կարմրացիոն կոնյունկտիվիտներով, վերին շնչուղիների խնդիրներով, բայց երբեմն ավելի շատ, ես կասեի մանկական տարիքի մոտ, ավելի շատ դիմում են լարինգոտրախեիտներով։ Այսինքն այդ կրոպանման չոր հազը, որը տևում է բավականին երկարատև։ Այս պահին ունենք 40 հիվանդ հոսպիտալացված, հիմնական հոսպիտալացման խնդիր ունեցող երեխաները օբստրուկտիվ բրոնխիտներով են։ Այսինքն շնչական անբավարարությունն է, որի պատճառով հոսպիտալացվել են երեխաները, ու հիմնական գերակշռող մասը մինչև 1 տարեկան երեխաներն են։ H3N2 ենթատեսակը ոչ միայն արագ տարածման, նաև մուտացիայի ենթարկվելու բնույթով է վտանգավոր։ Ծանր ընթացք է ունենում երեխաների, քրոնիկ հիվանդների, տարեցների, հղիների շրջանում։ Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի մահճակալներն այս օրերին չեն հերիքում հոսպիտալացումների համար։ Չէր կնա, ասենք շնչեր, հազուներ, այդպես եկանք, պարզվեց բրոնխիտ է։ Երեկոյան հազուներ, եկանք մոտը բրոնխիտ է, խզոցներ կար, ու թթվազիներ քիչ։ Տունն էինք հիվանդ մանկապարտեզից, դպրոցից, մյուս երեխեքս հիվանդ էին, բերել էին, փոքրս է նորածին է, 1 ամսական, այդպես մենք էլ հարակվել ենք։
Շատ բարձր ջերմում են այս տարի երեխաները ու չկառավարվող ջերմում են առանց որևէ այլ սիմպտոմատիկայի։ Գրիպի վիրուսն ենք այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, օրինակ նախորդ տարի նույն ժամանակաշրջանում ոչ միայն գրիպի վիրուսներ, այլ նաև կորոնավիրուսներ, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսներ շատ ակտիվ շրջանառում, այս տարի այդ վիրուսների առումով ոնց որ թե ավելի պակաս են թվերը։ Մասնագետները նորից հիշեցնում են հակաբիոտիկներով ինքնաբուժում անել պետք չէ, ավելին դրանք արդյունավետ չեն այդ վիրուսների դեմ։ Միայն ցուցումով օգտագործել կարելի է հաստատված բարդությունների դեպքում։ Իսկ արդյունավետ մեթոդը մեծերի թե փոքրերի համար գրիպի դեմ պատվաստումն են համարում։ Դրանով համ հիվանդանալու հավանականությունն են նվազեցնում, համ էլ բարակվելու դեպքում ծանր չեն տանում։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Այժմ լրացուցը եւս սպառված է։ Հետևեք նորությունների ժամը 20-ին։